Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական թողարկում եւ ունեմ շոու սպասված հյուր։ Բայց ըստ ֆորմատի շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում աստծոհնությամբ եւ բացառապես 21 TV հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսը րոպեներած կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Մանկությունից կողքիս ես դու իմ անկեր, մենակ չես թողել երբես եղնեմ ընկեր, կյանքի փորձություններից քամուց դաշան, ընկեր ջան մնացել եմ միշտ անբաժան։ Մանկությունից կողքիս ես դու իմ անկեր, մենակ չես թողել երբես եղնեմ ընկեր, կյանքի փորձություններից քամուց դաշան, ընկեր ջան մնացել ենք միշտ անբաժան։ Ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ արդացել մտքերս, ընկերս, թանկագին ընկերս, անսաման դու բարի ընկերս, ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ արդացել մտքերս, ընկերս, թանկագին Անսաման դու բարի ընկերս, հարազատ ընկեր ենք զուլալու մաքուր, ընկերությունը պիտի պահենք ամուր, ինչ է լինի կյանքը չի փոխելու մեզ, Աստված քաղցր աչքով նայի ինձ ու քեզ, հարազատ ընկեր ենք զուլալու մաքուր, ընկերությունը պիտի պահենք ամուր, ինչ է լինի կյանքը չի փոխելու մեզ, ընկերներ ենք մենք, ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ կարդացել մտքերս, ընկերս, թանկագին ընկերս, անսաման դու բարի ընկերս, ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ կարդացել մտքերս, ընկերս, թանկագին ընկերս, անսաման դու բարի ընկերս։ Ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ կարդացել մտքերս, ընկերս, թանկագին ընկերս, անսաման դու բարի ընկերս, ընկերս, նեղորվա ընկերս, դու ես միշտ կարդացել մտքերս, ընկերս, թանկագին ընկերս, անսաման դու բարի ընկերս։
Ես վստահ եմ, որ առաջնարդ իմ գործընկերներն են հենց իմ ավելի մոտ նստել։ Շատերն են մոտ նստել եւ ձայնը բարձրացնել եւ ասում են Ակոպովնա, ոնց որ թե ուշացրել, բայց ես մեղավոր չեմ։ Մեղավորությունը նրանն է, որ 1 տարի հետո է նա ինձ մոտ տաղավարում, ինչու կբացատրի ինքը, բայց ես մեծագույն սիրով հյուրընկալում եմ տաղանդավոր ընկերոջը։ Հովողևոնցյանին, հենց իրեն, սպիտակցի Հովոյին։ Հով ջան, ողջույն։ Ջան, ողջունում եմ։ Բոլորիդ շնորհակալ եմ հրավերքի համար, Ակոպովնա ջան։ Տեսքը տեսօր շատ լավ է Հով։ Հա, Ասա որ դու իմ համարս հատուկ նախապատրաստ։ ուրախացել եմ, հա։ Վերջապես, շատ լավ։ Ես Facebook-յան էջում ունեմ մի հատված Հով, որտեղ ադմինները հատուկ նկարներ են տեղադրում հաղորդավարների, երգիչների, այսպես շարունակ, պատկերացնում ես, չէ՞։ Եվ մենք ուզում ենք իմանալ բացի այն, որ Ակոպովնան եթերում հրավիրում են մարդկանց, ովքեր որ նորություններ ունեն, ում է ուզում տեսնել նաև հեռուստադիտողը ինձ մոտ տաղավարում։ Դու եւ եղբայրդ չեմ կարող բացատրել, թե ինչքան ունեք պլյուսներ, որ լինեք։ Հայկուն հասցրեց. Հով ջան, ուր է իր միջև հիմա ինչի չէր գալ ինձ մոտ տաղավար, բացատրել, որ մեղավորություն դու քոներ, ոչ թե իմը։ Դե հա, քոնը չէ, իմն է մեղավորությունը։ Դու էլ որ 2017 թվից ամեն օր երգես, Հա։ ինձ թվում է կարող է պատահի դու էլ չհասցնես կաս։ Ներողություն եմ խնդրում ուշացման համար։ Դե վերջում ես իմ պահանջները կտնեմ։ Ու ամեն անգամ այսպիսի տեքստ էր լինում. Ձինջան, վաղը նոր տեսահոլովակ ունեմ, կգամ։ Ու տենց ամեն շաբաթը մեկ նոր տեսահոլովակ, բայց ես ինձ մոտ չէի ունենում Հովոյին, հիմա ունեմ, պատկերացնում եք, ինչքան հարց է կուտակվել։ Սկսենք ամենասկզբից։ Իմ գործընկերոջ հետ ես ոչ միայն առօրյա կյանքում եմ շփվում, այլ նաև միասին մենք աշխատում ենք։ Ես պաշտում եմ քո աշխատելավոճը, եթե անկեղծ, Շնորհակալ եմ շատ։ ոչ մի բան չնի ասում, այսօր Հովոն իմ հետ է, ասում են, ասում ես օքեյ, արդեն ամեն ինչ նորմալ է։ Բայց այդ բոլորդ մեկտեղ, որ դու ունես ինչ-որ կոնկրետ տեղ գնում ես, երգում ես այսպես այնպես, դու հասցնում ես օրվա մեջ վստահ եմ մի քանի տեղ երգել, չէ՞։ Օրը եղել 4 տեղ 4 տեղ առիթների։ առիթների։ Հով այդ բոլորդ մեկտեղ էլ արդեն փաստորեն երգ, տեսահոլովակ։ Դե հա, պետք է հասցնես անես։ Որովհետև այսօր ինչքան ուզում ա դու լավ երգես, երգիչի երգը դաժե իրանից լավ երգես, միևնույն այդ երգը իրանն է։ Հա։ Այդ երգը եթե քեզանով լսեցին մարդիկ դուր եկավ, պետք է լսեն օրիգինալը, ով որ երգել է։ Համաձայն եմ։ Ինտերնետում նայեն, ով է երգել, արդեն իրան լսեն։ Դրա համար դու պետք է ունենաս քո սեփական երգերը։ Հիմա քանի որ ես արդեն հաշվարկից ընկել եմ, որովհետև ես զգում եմ, որ դու բավական ակտիվ ես հիմա, համացանցում տեղադրում ես շատ coming-soon-ներ, տեսահոլովակներ։ Վերջի տեսահոլովակը կարող ենք միասին, այսպես ասած, պրեմիեր անենք, որտեղ ես հասկացա 2 օր առաջ արդեն հայտնվել է YouTube-ում։ Անպայման։ Դե պատմիր այդ երգից։ Այդ երգը հիմա որ ասեմ նոր երգա, ինքը նոր չի, բայց սերունդի համար նոր երգա, որովհետև երգը ես լսել եմ եղբորիցս։ Ահա։ 92 թվին է երգել։ Լուրջ ես ասում։ Երաժշտությունը գրել է Աշուղ Երամը, ով ես իրան անձամբ չեմ ճանաչում, բայց հետաքրքրվել եմ, ես միշտ ուզեցել եմ, որ երգը լսել եմ, ուզեցել եմ իմանամ երգի հեղինակը երաժշտության, Աշուղ Երամն ա եղել, ով բնակվում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց 92 թվին երգել է եղբայրս Հայկոն։ Հետո Այտենց հիմա շունչ չենք տվել, բայց ոչ մեկ չի լսել, ում հիմա մեր սերունդին միացնում եմ, իրանք ասում են ինչ լավ երգ է, թազաբան ասած։ հասկացա։ Եվ նկարել ենք տեսահոլովակ։ Տեսահոլովակը նկարվել ենք, շատ սիրուն տեսահոլովակ է։ Ում հետ ես համագործակցում ընդհանրապես։ Տարբեր մարդկանց, թե Տարբեր մարդկանց, տարբեր ստուդիաներ, լինում առաջարկներ, ահա, այտենց։ շատ լավ։ Քո թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան։ Այնպես որ երկար շարակ չենք խոսում, վայելենք վերադառնանք տաղավար 21 TV եթերում տեսահոլովակի պրեմիերա երգում է հենց ինքը Սպիտակցի Հովոն։ Կտուրին են տաղա, իմ հոգու հետ մի խաղա, արևի շող դու դարձիր, արի կողքովը սանցի, տան կտուրին
21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա։ Իդեպ ասեմ 1 օր 2 օր առաջ է ծնվել տեսահոլովակը, հայտնվել է հենց Սպիտակ Ցիովոյի YouTube-յան ալիքում, արդեն հայտնվեց նաև Ձինե Հակոբովնայի ծրագրի շրջանակներում։ Դու գիտես, ես սկզբից շնորհավորում եմ իմ ընկերներին։ Ես երբևիցե չեմ տեղադրում իմ էջերում այսպես այնպես, որովհետև ես սիրում եմ, որ այդ ամենը լինի ինձ մոտ եթերում, բացառիկ տարբերակով։ Հովո, եթե տեսահոլովակ եղավ եւ դու առաջինի ինձ մոտ պրեմիերա չկազմակերպեցիր, մենք խնդիր կունենանք իրար հետ։ Վերջ խոստանում եմ այսօր։ Հիմա արի ամփոփենք միասին։ Ես գիտեմ, որ Հովոն ունի երգեր առանձնացրած, որ Արի թատերերը վստահ եմ Հովոյին հենց այդ երգերով է հրավիրում։ Որ երգերն են ամենաշատը, որ տենց գնում ես ասում, ինչ ուզում ես երգես, մեկ էլ ասում են Հովեն մի երգնել էլի։ Դե հիմա այդ երգերը կարելի ասել ցանկացած հարսանեկան առիթում, ծնունդում, կնունքում երգվում է։ Նայածում կատարմամբ։ Հա։ Դեպից օրինակ ամենքիրա ձևաչափի մեջ է։ Մեր Լորվա մարզում շատ են սիրում Վանաձոր Ալավերդին, ով երգել է Արշավիլը, էլի Վանաձորից։ Հետո արդեն հետաքրքիր է։ Հա։ Շատ են ուզում Հայկոյի երգերից։ Հավանդական էլի։ Հասկացա։ Իսկ ես մի հարց էլ ինձ հետաքրում, որ երբ որ գալիս է ռեստորանային համալիր աշխատանքի, զուտ են որ գալիս ես գործի, դու գիտես ինչ ես երգում եւ հետո ըստ աուդիտորիա ինչ է պահանջում։ Հով դու գնում ես առիթներ երգելու։ Դու հատուկ բենդով թե անհատ։ Երկուսն էլ լինում է, բայց եթե նկատի ունես ինչ երգ ենք Հա, պիտի։ ցանկը, երգացանկը։ Մի հատ երկով ես արդեն հասկանում եմ այդ ժողովուրդը ինչ է սիրում։ Իսկ լինում է տարբերակ, որ Հովոն պետք է երգեր 5 երգ, բայց ժողովուրդը պահանջում է, ինչ ես անում ով։ Շարունակում ես, թե որ մյուս տեղն էլ են սպասում, պետք է հասնեմ։ Այդտենց դեպք չի եղել, որ 5-6 հատ, եղել է 5-6 հատ, որ պայմանավորվել ենք, բայց չի եղել այդպես դեպք, որ ես այդքան երգեմ։ Պարտադիր շատ եմ երգել։ Հա, ես գիտեմ, դրա համար տենց անիմաստ հարցեր եմ տալի, ես գիտեմ, ուղղակի ուզում եմ հանրությունը իմանա։ Ինչ է անում այսօր Հովոն։ Այս տեսահոլովակը ունենք, պրեմիերան արեցինք, պտուղները քաղում ենք, կիսատ գործ, աշխատանք, տարվա վերջ։ 5 հատ թազա երգ ունեմ, որը պետք է նկարվեմ տեսահոլովակներ։ Տենց հարուստ եք դուք, հետո։ Հետո Այդ միջև տարվա վերջ պետք է անես Հով։ դե ինչքան հասցնեմ։ Իսկ Հովոյն արդեն այսպես ասած գողացել են նոր տարվա գիշերվա համար, թե դու դեռ ազատ ես եւ ազաբ։ Ոչ մի 3 տեղից։ Մի 3 տեղով։ Ես որ ասում եմ տենց է, լավերին ավելի շուտ են էլի, որ բրոնանում ասվածը։ Հով գիտես, ես քեզ համար բլից հարցեր ունեմ։ Ինչքան էլ ես քեզ ճանաչում եմ, ուզում եմ քեզ ճանաչի նաև քո լսարանը, մեր հեռուստադիտողը, երկար մի մտածի, ճիշտ պատասխանիր, որպեսզի իմանանք ինչպեսին է նաև Հովոյի ներքնաշխան ու ճաշակը։ Պատրաստ ես։ Պատրաստ։ Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Ապրես։ Նախընտրած գույն։ Սպիտակ։ Սիրելի խոհանոց, հայկական, չգիտեմ, մեքսիկական, որ խոհանոցն է քեզ ավելի շատ դուր գալիս։ Դե հայկական։ Վերջացավ։ Նախընտրած խմիչք։ Կոնյակ։ Իսկ սիրած կենաց։ Ծնողների կենաց։ Ապրես։ Ունես հայկական ֆիլմ, որ նախընտրում ես 100 տարի էլ անցնի մեկա սիրելու ես։ Որն է։ Գիքորը։ Լուրջ ես ասում։ Ի վերջո նորություն եղավ։ Ինձ մոտ ով գալիս է ասում եմ մենք ենք մեր սարն եմ սիրում Գիքորը, լավ։ Գյուղ թե քաղաք։ Երկուսն էլ։ Հով դու ունես կյանքի հերոս։ Կարող ես եթերում ասելով թե ոչ։ Չէ, չեմ ասի։ Շատ լավ։ Իսկ Հովոն ունի հոբի, որ մենք չգիտենք եթերում բարձրաձայն ես։ Բացի երգելուց ինչով ես զբաղվում ով։ Դե երգը հասկացանք նաև քոնն է։ Կողքից ինչ կա։ Երկար մտածեցիր։ Ուշքս գալիս են, որ մնում եմ մի ամիս, դաժես տենց։ Շատ եմ սկարոտում սպիտակը գյուղը։ Ծառներ ունեմ, գնում եմ ջրում եմ։ Ահ, մշակում ես։ Ինչ ծառեր է Հով։ Ինչ ուզես։ Հա, տենց։ Բացահայտում էր։ Լավ, իսկ կարող ես մի երկու նախադասությամբ ասել, դու կարծիք կարող ես արտահայտել մեր մշակույթի մասին։ Այո կամ ոչ։ Ուզում ես թե չէ։ Ուզում եմ, բայց չեմ ասի։ Այդ է կարել էլ, որ դրա համար այսօրն ենք ասել։ Որովհետև մի քիչ մեր մշակույթը։ Հա։ Իսկ որն է քո ամենամեծ վախը։ Ինչից ես վախենում Հով։ Ինչից չէ ումից կարելի ասել, ոչ մի բանից։
Աստծուց։ Շատ լավ։ Եթե հովոն ունենում է վատ տրամադրություն, հովը ինչ ես անում, եք ուսանում ես, դեմքիցը տերևում է, վիճվում է շրջապատի հետ, ինչպիսին է հովոն վատ տրամադրության ժամանակ։ Երաժշտություն եմ միասին։ Տենց, ինչ օրինակ։ Նաուշնիկներով Ինչ ես լսում այդ պահին։ շատ հանգիստ երգեր։ Հավատում ես քո երազներին, Ոչ։ բայց զգուշացնող երազներ ունես, չէ՞։ Չեմ սիրել, որ հավատամ Չես կենտրոնացել։ երազների, բայց ձգտել եմ հասնեմ իմ նպատակներին։ Իսկ ներքին ձայնիդ լսում ես։ Ներքին ձայնս լսում եմ, բայց չգիտեմ ինչու իմ բնավորությունը միշտ ես վատն եմ մտածում։ Այս փոքր հովոստը չի ապրում, հետը չի կռվում, մեկ-մեկը ասում է, սխալ ես անում, հաղթում է, թե դու ես հաղթում։ Նայա ժամանակ։ Շատ լավ։ Բան չեմ ասում։ Աստծո հետ շփվում ես։ Անպայման։ Շնորհակալ ես լինում, խնդրում Ամեն ես։ օր, ամեն առավոտ, ամեն երեկո։ Հով դու քեզ աստվածապաշտ եւ աստվածավախ իմ ընկերներից է։ Շատ լավ։ Երկ, սիրելի երկ։ Քոնը չի, բայց դու 100 տարի լանցնի այդ երկը կսիրես, ո՞րն է։ Դե այտենց մի հատ չի շատ, հա։ Մեկ օրինակ ասա։ Մեկը որ ճիշտ ասած այսօր չեմ լսել ոչ մեկից, լսել եմ խորքուրիցս։ Հա։ Իդեպ մենք papaիս կողմն ենք ավելի շատ։ Հիմա խորքուրներս համարյա 70 տարեկան են, բայց ընենց են երգում, ես զարմանում եմ, որ այդ Գեն այդ կողմն է, հա։ Ախանգուսար էր ձեզ եմ կանչում, յարը սուր գնաց։ Նամարդինը ման սիրտս խոցեց, թողեց ու գնաց։ Այդ այնց երգա։ Չան։ Դաժե դու չէի լսել։ Հա։ Ես նենցա որ լսում եմ, չեմ էլ հիշում։ Շատ երգեր այս կարգավիճակով։ Լավ, TV թե ռադիո։ Երկուսն էլ լսում եմ, նայում եմ։ Հաստատ։ Իսկ որն ես նախընտրում ավելի շատ։ Դե լավ էլի։ Լավ, վերջի հարցին հույսով եմ երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի ունես։ Անպայման, նստածա դեմս։ Այդ միշտ պահվում է այդ չափանիշ էլի, որ իմանամ իրան սրտի Դե հաղորդավարը։ չէ, ես իրոք անկեղծ եմ ասում, չեմ մանում քո մարտեսագի համար այտենց, թե որ շատ եմ նայում, բայց Ասա որ դու հետևում ես իմ ծրագրերին։ Վերջացավ։ Այս վերջերս իմ ու քո ընկերներից մեկը մի հատ այնց նախադասություն ասեց, այն որ գիտես որ գիտեմ իր TV-ին չի միացվում։ Իրանք այտենց հեռախոսի էլի, ասենց Ակոպովնա, այդ երեկվա հյուրը տով էր։ Ասում դու եթեր ես նայել։ Ասենք լուրջ ժամանակ է այդ ժամը գործի լինի, ասեց հա, ուղղակի ասում դուրս էի գալի, ասում ատենամ Ձինայի հյուրովը նոր գնամ։ Այսինքն ինքը արդեն ռեֆլեքս է դարձել, ու շատերն ասում են, որ Ձինան մագնիս է, ինչը որ շատ հաճելի է։ Հով ես որպես ընկեր արդեն կներես պետք է պահանջեմ քեզանից։ Ես գիտեմ, որ դուք շատերդ ոչ միայն ժամանակ չունեն, այլև ուղղակի խուսափում եք, ինչպես դու ես ասում, հարցազրույցներից։ Դուք ինձ մոտ հարցազրույցի չեք, դուք ինձ մոտ գալիս եք ձեր նորությունը ներկայացնեք, որովհետև հանրապետությունն է մեզ դիտում եւ հավատա շատերին հետաքրքրում է ձեզ տեսնել։ Մի անգամ էլ ձեր խոսքը լսել եւ ձեր ներաշխարը ծանոթանալ, այնպես որ հույսով եմ դեմ չես։ եթե ես իմանայի սենց լավ անցնելու ավելի շուտ կգայր։ Իսկ հիմա մեր ֆորմատի հարց եւ ամփոփենք։ Ինձ մոտ տաղավարում հասկացել ես, գալիս են այն մարդիկ, ովքեր որ առիթների հետ նաեւ մեծ կապ ունեն, դե դու ամենանմիջական կապն ես, բայց հովոն ինչպիսին է որպես առիթատեր, չէ, հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու դրի։ Մարդ ով սիրում է ամիսներ առաջ ծնունդը կազմակերպել, մարդ ով այդ ծնունդը չի սիրում, տեսակ մեկուսանում է, եւ մարդ ով տուն տեղ ընտանիք կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չլինի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը հով։ Ճիշտ ասած չեմ սիրում իմ ծնունդը նշել։ Հա։ Բայց ինչ ուզում Բայց ստիպված ահա կարոտած այո տնեցքին վեկալում եմ գնում սպիտակ իմ ընկերների, դասընկերների։ Ահ ինչ լավն է լուրջ։ Հա։ Հով բայց դու ինչ ես ամեն ինչը կարոտով ասում։ Չես հասցնում։ Չեմ հասցնում։ Ես խոստանում եմ հիմա իմ մոտ խառը վիճակ է, դու հասկանում ես, ես ինչ շատ աշխատանքների մեջ եմ, բայց չգիտեմ ինչ ես որոշել եմ, երբ որ եղանակները տաքանան, լավ տաք է, որ արդեն տաքը, մի քանի շրջաններում համերգային ծրագիր կազմակերպեմ։ Անպայման։ Սպիտակում կազմակերպում ենք, հովոն երգում է։ Special guest էլ կանենք այսպես եղբորդ։ Դեմ չես լինի, չէ՞։ Ոչ։ Մենք ունենք օրվա հոբելյարներ հով։ Տեսախցիկը քոնն է, խնդրում եմ նայր ու շնորհավորի։ Սրտան շնորհավորում եմ այսօրվա բոլոր հոբելյարներին։ Ցանկանում եմ իրենց
հաջողություն, առողջություն, ամենալավն ու բարին եւ խաղաղ երկնքի տակ ապրեն։ Իսկ այսքանից հետո լամփոփման համար մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետեւ հատուկ ձեզ համար երգում եմ տաղանդավոր ընկեր Սպիտակցի հովոն։ Գիտեմ սերը դու հենց դու ես հորինն Զգացմունքը որ չունի ոսկից ոչ էլևեր Առանց սիրո էլ կյանք չունեմ այսուհետ Սերն է ապրում իմ սրտի զարկերի հետ Քո սերն է սրտում զարկում ինձ ուշ տալիս Ամուր, ամուր, քեզ գրկելու պես Սերն ես դու իմ սրտի դարձել Այսօրվանից ես երդվում եմ Քեզ կապահեմ աշխարհից ես տերն իմ սրտի Դու ես դարձել Առանց սիրո ես կյանք չունեմ Դու իմ սերիմ սեր Առանց սիրո ես տանջվում եմ Դու իմ սերիմ սեր Քեզ կպատմեմ ես սիրո մի պատմություն Թե ինչպես են խենդարցնում սիրող մարդու Քեզ վաղուց էի պահել իմ սրտի խորքում Այսօր իմն ես ու սիրտն է իմ տես երկում Որ սերն է սրտում զարկում ինձ ուշ տալիս Ամուր, ամուր, քեզ գրկելու պես Սերն ես դու իմ սրտի դարձել Այսօրվանից ես երդվում եմ Քեզ կապահեմ աշխարհից ես տերն իմ սրտի Դու ես դարձել Առանց սիրո ես կյանք չունեմ Դու իմ սերիմ սեր Առանց սիրո ես տանջվում եմ Սերն ես դու իմ սրտի դարձել Դու եկար ասացիր, որ կյանքն իմ պիտի փոխես Ասացիր, որ ինձ երջանկություն ես բերել Հիմա սիրտն իմ քո սիրուն գերի դարձրել ես Հավատ առանց, որի չեմ կարող ապրել Ինձ համար դու մի նոր սիրո աշխարհ ես հորինել Գիտես թե սիրտս գժի պես ոնց է սիրահարվել Ասեմ, որ անհնար է այս սիրո դեմ պայքարել Ուզում եմ անդադար քեզ գրկելու համբուրել Քեզ համար խենթանալ շատ չեմ համարում Իմ սերը քո կյանքում կարևոր ես համարում Սիրտ իմ սիրահարված քեզնով է ապրում շնչում Սիրտս միշտ քո սրտին իր գիրկն է կանչում Ինձ համար դու մի նոր սիրո աշխարհ ես հորինել Գիտես թե սիրտես գժի պես ոնց է սիրահարվել Ասեմ, որ անհնար է այդ սիրո դեմ պայքարել
հորին է Գիտես թե սիրտս գժի պես ոնց է սիրահարվել Ասեմ, որ անհնար է այդ սիրո դեմ պայքարել Ուզում եմ անդադար քեզ գրկեմ ու համբուրել Ինձ համար դու մի նոր սիրո աշխարհ ես հորին է Գիտես թե սիրտս գժի պես ոնց է սիրահարվել Ասեմ, որ անհնար է այդ սիրո դեմ պայքարել